հարուստների նման չենք գալիս, ամբիոններ չենք կառուցում, երկիչներ չենք հրավիրում, մենք մեր կարոզարշավը անում ենք բակերում, շենքերի բակերում հիմնականում, որովհետև երբ որ մարդկանց հավաքում ես քո հավաքին, այդ մարդիկ արդեն կողմնորոշված են, այդ մարդիկ քո ավտոբուսով եկել են, իրենք միևնույն է քեզ են քվեարկելու ու դրա օգտակար գործողության գործակիցը քիչ է։ Մենք եկել ենք ձեր բակեր, որ դուք ձեր շենքերի պատշգամբներից, լուսամուտներից լսեք մեզ, այն մարդիկ ովքեր կողմնորոշված են, դեռ չգիտեն կգնան ընտրության, թե չեն գնա ընտրության, եկել եք որ այդ մարդկանց մեր ծրագրերն ասեք ու եթե այդ մարդիկ մեր ծրագրերի մեջ կտեսնեն ռացիոնալ հատիկ, որը կհավատի իրենց մոտեցումների հետ, ապա թող հունիսի 7-ին գնան ընտրատեղամասեր եւ ընտրեն 11 համարի։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի 2026 թվականի ընտրությունները օր-օրի աշխարհի ավելի մեծ ուշադրություն են սկսում գրավել իրենց վրա եւ այդ առումով դարել են աշխարհաքաղաքական։ Աշխարհաքաղաքական այն առումով թե Հայաստանը որ ուղղությամբ պիտի զարգանա։ Հայաստանը մնալու է Ռուսաստանի մաս, Ռուսաստանի հետնաբեմ, ֆորպոստ, այնպես ինչպես ռուսահապատակ կուսակցություններն են ուզում, Ռուսաստան-Բելարուս միության մաս, թե Հայաստանը պիտի կարողանա անջատվել, կարողանա ինքն ընտրել իր իշխանություններին, իր սեփական քվեով, միանա ժողովրդավար աշխարհին, գնա դեպի Եվրոմիություն, զարգացնի իր տնտեսությունը, ամրացնի իր երկրի սահմանները։ Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնությունը տեսնելով, որ իր համախոհ կուսակցությունները, որոնք այս բեմերը կառուցում են, չունեն հնարավորություն հաղթելու, տեսնելով, որ նրանց դիրքերը վատացել է, նրանց ընդառաջ օգնելու համար պատժամիջոցներ է մտցնում Հայաստանի գինու, կոնյակի, ծաղիկների 3 անգամ կատնամթերքի վրա։ Ինչու՞։ Որպեսզի այդ ծաղիկ, գինի, կոնյակ արտադրողները տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում իրենց ապրանքը չի վաճառվում, իրենց աշխատակիցներին ասեն գնացեք ընտրեք, չգիտեմ, Ռոբերտ Քոչյանին կամ Սամվել Կարապետյանին կամ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի այդ ապրանքները վաճառվի, հետևաբար իրենք դրանով ուզում են խնդիր լուծել, որ իրենց ենթակաների, իրենց մոտ Հայաստանի Հանրապետության վարչապետ աշխատողների համար քվե բերեն։ Սիրելի ժողովուրդ, այդ իրենք անում են ոչ լավ կյանքից, որովհետև եթե իրենք տեսնեին, որ իրենց ենթակաները հաղթում են, բնականաբար այդ քայլերի չէին գնա, որովհետև հասկանում են, որ նման քայլեր անելով Հայաստանի հանրության դրական վերաբերմունքը չեն շահի։ Նման քայլերին իհարկե կան հակազդող քայլեր, սիրելի ժողովուրդ, բայց կա քաղաքականություն, որի համատեքստում Հայաստանի Հանրապետության վարչապետն ասում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը իր ընկերն է, հետևաբար այդ ընկերը լինելու համատեքստում չեն արվում պետական մակարդակով հակառակ հայելային քայլերը, բայց մենք ինքներս որ պետության մաս չենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, կարող ենք այդ քայլերն անել։ Օրինակ ինչ կարելի էր անել։ Իրենք արգելել են հայկական կոնյակը, մենք էլ արգել էինք ռուսական օղիները։ Թող այդ դաշտը բացվեր, հայկական օղիներն ու կոնյակը վաճառվեին ստեղ, ռուսական օղիները հավաքեին տանեին, որոշակի շուկա կբացվեր մեր արտադրողների համար։ Բայց քանի որ իշխանությունը չի կարող այդ անել, նաև իշխանությունը 100% վստահ է, ես էլ 100% վստահ եմ, որ հունիսի 7-ից հետո այդ պատժամիջոցները ամբողջությամբ հանելու են, այդ նույն Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի ինքն է ասելու, որ Նիկոլ Փաշինյանի իր ընկերն է, այդ պատժամիջոցները հանելու է ու համակերպելու է այն իրավիճակի հետ ինչ կա։ Հունիսի 7-ից հետո գալու է, հունիսի 8-ը ամեն ինչ լավ է լինելու։ Այդ ռուսահապատակ այս բեմ հավաքողները գնալու են։ Եթե թողի Նիկոլ Փաշինյանը, լավ կան ինչ թողի, բայց ես կարծում եմ էլ իր ընկեր Պուտինի կամքը հաշվի առնելով թողելու է ու չի դատելու։ Սիրելի ժողովուրդ, իմ առաջարկը հետևյալն է, իշխանությունը չի անում, մենք ենք անում։ Կոչ եմ անում բոլորիդ, բոյկոտեք ռուսական ապրանքներ գնելը։ Գնեք ցանկացած երկրի ապրանք, ռուսական ապրանք մի գնեք ձեր խանութներից։ Թող ռուսական իշխանությունները ու նրա արտադրողները տեսնեն, որ իրենց նման քայլերի դեպքում հայ մարդն իրենց ապրանքը չի գնում։ Ու իր վերաբերմունքը այդպես է ցույց տալիս։ Բոյկոտեք ռուսական ապրանքներին։ Աշխատեք գնել հայկականը, օգնեք հայկական արտադրողին, որովհետև եթե Ռուսաստանի այդ տարբերակն աշխատի, ժողովուրդ ջան, այդ տարբերակը վերջ չի ունենալու։ Որտեղ եթե իրենք տեսնեն, որ այդ տարբերակով, ասեք Ռոսգոստեխնadzorի մակարդակով, իրենք ազդում են մեր պետության վրա։ Մեր պետության տնտեսությունը այն վիճակում է, որ այդպիսի մի կառույցը,
որը վերահսկում է ապրանքների որակը, Հայաստանում ուզում է իշխանություն ձևավորել։ Ժողովուրդ ջան, մենք մեր տնտեսության կառուցվածքը պիտի փոխենք միանշանակ, որտեղ այդպես թողելու դեպքում վաղ իրենք ասել են եվրոդիտորդներին հանեք, հյուսորն ասելու են դեպի սխալ բան է, պիտի նոյեմբերի 9-րդ կետը լիս նոյեմբերի 9-րդ կետով դա Ադրբեջան Նախիջևան ճանապարհ է, միջին միջանցք չկա, վերջ։ Այդ նշանակում է, որ կամաց Սյունիքը հայափոխվելու է։ Այ էս է դրա շարունակությունը։ Հետևաբար այդ ուժերին եւ ռուսական բեմից եկող ազդակներին մենք պիտի հակազդենք, մենք պիտի հակակշռենք։ Սիրելի ժողովուրդ, ինչ է տեղի ունեցել։ Նախկինում մենք մեր ամբողջ հույսը դրել էինք Ռուսաստանի վրա։ Սենք, սպառազինություն, ինչ կար Ռուսաստանից էինք վերցնում, այլ ինչին ուներ օգտագործած տալիս էր մեզ։ Բայց սկսեց 2012 թվականից, 14 թվականից առավել ևս ահռելի քանակ զենք վաճառել մեր հակառակորդ Ադրբեջանի։ Դրանից հետո Ադրբեջանը հնարավորություն ունեցավ նաև աշխարհի տարբեր տեղերից սպառազինություն գնել, եկավ ու մեզ հաղթեց։ Հիմա ժողովուրդ ջան, մի իրավիճակ է ստեղծվել։ Այս օգոստոսի 8-ի ստորագրությունից հետո, որ Հայաստանի Հանրապետության սահմանների խաղաղություն է, որ օգոստոսի 8-ից հետո որևէ հայ զինվոր կամ սպա սատանայական ջխունդ եւ փառք տիրոջը չի վիրավորվել, չի զոհվել հակառակորդի կրակոցից, ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք կարող ենք հաղթել Ադրբեջանին, ինչը առաջարկում է Հանրապետություն կուսակցությունը, ժողովուրդ ջան, հաղթելու մի տարբերակ կա, առանց պատերազմի, առանց արյան, աշխարհի համար ցիվիլ տարբերակ, տնտեսական մրցակցությամբ, այնպես ինչպես Ճապոնիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր տնտեսական պայքարը զորացավ, որ Ռուսաստանը ստիպված եղավ Կուրիլներով բանակցել։ Այնպես ինչպես երկրորդ համաշխարհայինից հետո Գերմանիան այնքան հարստացավ, որ Եվրոպայի առաջատար երկիրն է։ Մենք չենք կարող ենք, ժողովուրդ ջան, Աստված մեզ շիրեղացրել։ Մեր լեռներում ինչ հարստություն ասես կա։ Բղինձ, ոսկի, արծաթ, ջրային ռեսուրսներ։ Ու այս ամեն ինչը մենք ո՞նց ենք օգտագործում։ Շատ վատ, տեսեք Ադրբեջանը իր ունեցած նավթային ռեսուրսները տվել է աշխարհում ամենալավ այդ գործով զբաղվող մասսագիտացված ընկերությանը, որը երևի աշխարհում ամենալավն է, British Petroleum-ին։ Այդ ընկերությունը իր ստեղծված օրվանից նավթ ու գազեր ու նման հակավայրեր է շահագործում ու վաճառում։ Մենք մեր ամենամեծ հարստությունը, ամենահզոր հանքավայրը, Քաջարանի հանքավայրն է։ Մենք 3 միլիարդ տոննա մետաղական նյութեր պարունակող հանքանյութ ունենք Հայաստանում, 2 միլիարդը Քաջարանում է, ժողովուրդ ջան։ Էդպես ամենամեծ հարստությունը վաճառել ենք ու Ռուսաստանի նախկին առողջապահության նախարար Զուրաբովին, որը ժողովուրդ ջան, եթե պղինձն ու մոլիբդենը իրար կողք դնես զուլացուն չի տարբերի։ Դրա համար էլ իրենք շահագործում են այն ինչ կա, սովետական միության բացածից եկող ոչ մի բան չեն արել։ Այդ աճապը ինչ կա, 25% դրա վրա կանգնել են ու առաջ չեն գնում։ Սիրելի ժողովուրդ, մենք համարում ենք, որ մենք մեր ունեցած բնական, մարդկային, գիտական ռեսուրսները համախմբելով Հայաստանի Հանրապետության բյուջեն կարող ենք կրկնապատկել, քառապատկել, հնգապատկել եւ 5 տարի հետո հասնել մինչեւ 45 միլիարդ բյուջեի։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ միայն այդ պարագայում է, որ Ադրբեջանի նախագահը չի խոսի անկլավներից, չի խոսի սահմանադրություն փոխելուց, եւ սուսուփուս կգա ու խաղաղության համաձայնագիր կկնքի։ Հակառակ պարագայում չի կնքելու, ժողովուրդ ջան, որտեղ այդ իրեն ձեռնատու է այս վիճակը, անընդհատ ձգելու է, անընդհատ պատրվակներ է բռնելու։ Մենք ինքներս պիտի հզորացնենք մեր պետությունը, մեր տնտեսությունը ոտքի հանելով։ Մենք ինքներս պիտի փող աշխատենք մեր զինվորին լավ սպառազինություն գնելու առումով։ Հայ զինվորից խիզախ զինվոր չկա աշխարհում, չկա այդպիսի բան։ Մենք այդ ապացուցել ենք թե Արցախյան առաջի պատերազմում, թե Քարորիայում, թե 44 օրյայում հայ զինվորին բացակայում է լավ սպառազինությունը։ Սիրելի ժողովուրդ, աշխարհի որևէ երկիր չի գալու ասի հայ ժողովուրդ, այ քեզ փող եմ տալիս, գնացենք քո զինվորի համար։ Աշխարհի ցանկացած ժողովուրդ սպառազինություն առնում է իր զինվորի համար, նույնը գիտության համար։ Յուրաքանչյուր պետություն ինքն է փող աշխատում իր զինվորին սպառազինելու համար։ Մենք կարող ենք այդ փողն աշխատել, ժողովուրդ։ Մենք աշխատասեր ժողովուրդ ենք։ Մենք հնարամիտ ժողովուրդ ենք, աշխարհի գիտության ոլորտում չեք կարող որևէ ոլորտի վրա ձեր ձեռքը դնել, որում լուրջ
Գյուտեր արած հայ չգտնեք։ Աշխարհի ցանկացած ուղղության մեջ առաջադեմ հայեր կան։ Մեր ներուժը, մեր գիտական, մարդկային ներուժը մենք վատ ենք օգտագործել, ժողովուրդ ջան։ Իսկ այդ ներուժը հիմի օգտագործելու հնարավորություն ունենք, որովհետև այդ ներուժը ու այդ ազատ փողերը ունի Եվրոպան ու Արևմուտքը։ Ռուսաստանը չունի։ Ռուսաստանի հետ լինելուց ոչ նոր տեխնոլոգիաներ են գալու, ոչ էլ փողեր են գալու։ Դրա համար էր, որ մենք Եվրոմիության անդամակցության ստորագրահավաք սկսեցինք։ Դրա համար էր, որ մենք ողջունեցինք Միացյալ Նահանգներում խաղաղության ստորագրման փաստաթուղթը եւ Հայաստան, Միացյալ Նահանգներ երկկողմ տնտեսական փաստաթուղթը, որի հենց առաջին կետը գրած է կիսահաղորդիչներ։ Ժողովուրդ ջան, կիսահաղորդիչները դրանք նյութեր են, առանց որի աշխարհում ոչ մի տեխնիկա չի գործում։ Դրանք այդ չիպերն են, որոնց էլ հեռախոսի միջից մինչև հրթիռներ ու արբանյակներ դրանց մեջ են։ Աշխարհում կիսահաղորդիչներ արտադրում է 5 երկիր. Չինաստանը, Կորեան, Ճապոնիան, Նիդերլանդները, Միացյալ Նահանգները։ Նիկոլ Փաշինյան Թրամփ ստորագրած փաստաթղթի առաջին կետում գրած է կիսահաղորդիչներ։ Այսինքն Հայաստանը կարող է դառնալ 6-րդը, ու եթե մենք կարողանանք դրանից օգտվել, սիրելի ժողովուրդ, մեր տնտեսության թռիչքը աննկարագրելի մեծ կլինի։ Այդ ոչ թե պատիկներով, տասնապատիկներով է ավելանալու, որովհետև աշխարհը դրա պահանջարկը ահռելի ունի, ու այստեղ խնդիրը ինչ կապ ունի այս Վանաձորի հետ։ Շատ բաց կապ, ժողովուրդ ջան։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ ես այդ ուղղությամբ աշխատում եմ, ակաժները լցնում եմ, այդ արտասահմանյան գործընկերների, դիվանագետների ու հետ հանդիպում եմ։ Կիսահաղորդիչներ արտադրելու համար մեկ պարամետրերից մեկը մաքուր օդն է։ Դրանց լաբորատորիաները, կիսահաղորդիչները արտադրվում են 100 նանո ճշտությամբ սարքավորումներով եւ գերմաքուր լաբորատորիաներում։ Օդի մաքրությունը ամենակարևորն է։ Դա 100-ապատիկ ավել մաքուր օդով տարածք է պետք, քան դեղագործական ոլորտն է։ Եվ այս ոլորտում այդ նույն ամերիկացիներին, ովքեր այդ դաշտից են, ես անդադ ասում եմ, տարեք Վանաձոր, ինչու հիմնավորում եմ ինչով, որ այս քաղաքում կրթական օջախներ կան, որ այս քաղաքում պոլիտեխնիկականի ուղղությամբ խնդիրներ կան, որ այս քաղաքը քիմիայով է զարգացել ու այստեղ ինժեներական տրադիցիոն մարդիկ կան ապրած, ում զավակները նման մտածելակերպ ունեն, որ այս քաղաքը արտակարգ կլիմայական պայմաններ ունի, Երևանի նման շոկ չի, խցանումներ չկա, դուք էլ գալու եք ու հաճույք եք ստանալու այդ բնության մեջ ապրելով։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ Վանաձոր բերվի աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիան։ Օրինակ Չինաստանում է, Թայվանում է։ Փորձում եմ այդ բերել Վանաձոր։ Երկրորդ ուղղությունը, որ վերաբերվում է Վանաձորին, որի ուղղությամբ աշխատում եմ, սիրելի ժողովուրդ, դա դեղագործական ոլորտն է, որը էլի կապված է մաքուր օդի հետ։ Այս ծրագիրը ուզում են իրականացնել եվրոպացիները, եւ եվրոպացիները այդ ծրագիրը հիմնականում նախատեսում են վակցինների վրա։ Ասենք այդ խոզուկի եւ այլնի, ես բժիշկ չեմ, կարող է սխալվեմ, բայց աշխարհում գերկարևոր է մանուկներին այդ վակցինավորման process-ը։ Եվ հիմնականում այդ մանուկները շատ մահանում են ասիական երկրներում, Հնդկաստան, Մալազիա եւ այլն։ Այս երկրներում մանկական մահացությունը մեծ է։ Այդ վակցինները տեղափոխելը իրենք լուրջ կլիմայական պայմաններ են պահանջում եւ ինքնաթիռով երկար թռիչքներ չես կարող անել, որովհետեւ ջերմաշան ունի, բազմաթիվ խնդիրներ ունի։ Դրանց Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից տեղափոխելու համար դեղագործական ընկերություն ուզում են կառուցել Հայաստանում։ Հայաստանում ունենան այդ վակցինների արտադրության դեղագործական գործարան, որ այստեղից տեղափոխեն Ասիա, որովհետև մենք Ասիա-Եվրոպա սահմանակցի վրա ենք։ Եվ այդ առումով էլ իրենց սկսած Եվրոմիության դեսպանից, մնացած Եվրոմիության ցանկացած երկրի ներկայացուցիչ, որ գալիս է իմ հետ հանդիպելու, ես պարտադիր այս թեման բացում եմ ու մատս դնում եմ Վանաձորի վրա։ Ասում եմ տարեք Վանաձոր, տարեք այդ քաղաքը, պարտադիր տարեք այդ քաղաքը, որովհետև Վանաձորը Հայաստանի այն գոհար քաղաքներից է, ամեն ինչով, իսկապես ամեն ինչով։ Ու խնդիրը միայն բնությունը չի, խնդիրը նաև մարդկանց կենսամակարդակն է այս քաղաքում։ Քաղաքն ավելի քաղաքական է, մոտեցումների առումով, տրամաբանության առումով, ավելի քաղաքային ֆոլկլոր ունի։ Եվ այս քաղաքը իսկապես զարգացման ահռելի պոտենցիալ ունի։ Ցավոք սրտի քիմիական կոմբինատի այ ռուսների գազի թանկացման արդյունքում չաշխատելուց հետո, եթե ռուսական գազը այն ժամանակ 99 թվականին Ռոբերտ Քոչարյանը չկարողանար խանգարել
Երսենիկ Վազգենիչի հետ ես կարողանա $35 հասցնել այստեղ քին կոմբինատ, այստեղ մելամին արտադրվելու էր ու Պարսկաստանից այլևս մելամին չէին բերելու։ Ուղղակի Քոչարյանը որոշեց, որ այդ իր քաղաքական իմիջին վնաս կտա, որ առանց էլ իրեն քաղաքական առումով չեն գնահատում եւ եղած համաձայնությունից 2 օր հետո ինձ զանգեցին Ռուսաստանի նախագահի Պուտինի աշխատակազմից եւ ասեցին, որ Ռուսաստանի նախագահն ասում է, այ որ SNG-ի 3 ամիս հետո համաժողովին որ գաք, նախագահը խնդրել է Ռոբերտ Քոչարյանը այն ժամանակ այդ փաստաթուղթը կստորագրենք, որ ստացվի, որ երկու երկրների նախագահի համաձայնությամբ են գազը գնում Պրոմեթեյս ընկերությունից։ Այդ 2 ամսվա մեջ Ռոբերտ Քոչարյանն ինձ ազատեց ու այդպես էլ գազը չեժանացավ ու այդպես էլ կոմբինատը չաշխատեց։ Սիրելի ժողովուրդ, մենք ազգային ժողով գնում ենք աշխատելու։ Մենք չենք գնում իշխանափոխության։ Մենք չենք գնում ազգային ժողով իշխանափոխության։ Մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու։ Մենք գնում ենք ազգային ժողով տնտեսական ծրագրեր տանելու։ Մենք գնում ենք ազգային ժողով քաղաքական ծրագրեր տանելու։ Մենք չենք խոսելու հողատուից ու դավաճանից։ Մենք ծրագիր ենք տանելու ու հողատու ու դավաճանասողը ստիպված են լինելու մեր առաջարկած ծրագրին այո կամ ոչ ասել։ Ու դա ձեզ էլ է ձեռնատու։ Երկրորդ, մեր ազգային ժողովում լինելը նաև քաղաքական առումով, աշխարհաքաղաքական առումով լուրջ նշանակություն է ունենալու։ Ես մեծամիտ մարդ չեմ, ինձ ու մեր թիմին չի որ գնահատում եմ, ժողովուրդ ջան, կամ գերագնահատում։ Ես հայ մարդու ընտրությունն եմ գնահատում, որովհետև եվրոպացիներն ու ամերիկացիները, ինչքան ես իրենց հետ շփվում եմ, իրենք գործողություններն են գնահատում, ոչ թե խոսքը։ Եթե ամերիկացին ու եվրոպացին տեսնում է, որ հայ մարդը իր անկախությունից 30 տարի հետո սեփական քվեով Հայաստանի ազգային ժողով է բերել արևմտյան արժեքներ կրող ուժ, ինքը համոզվում է, որ հայ մարդը ընտրություն է կատարել դեպի եվրոպական ընտանիք, դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Այս իրավիճակը փոխում է։ Այս դեպքում է, որ այդքան չարչրկված ազատ վիզայի ռեժիմը կաշխատի, որ ցանկացած հայ մարդ իր անձնագրով կարող է 9 ամիս գնալ Եվրոպա ու ուզում է պտտվել գալ, գնալ այնտեղ 9 ամիս աշխատել, հետ գալ։ Իմիջայլոց Վրաստանն այդպես անում է ու Վրաստանում այդ գնացող աշխատողներին կազմակերպող 6 ընկերություններից 6 ընկերություններից 4-ը հայ սեփականատերեր են։ Մեկն էլ իմ կուրսեցին է։ Այստեղից հավաքում են մարդկանց բրիգադների շինարարական, տանում են Չեխիա։ Այդտեղ մարդիկ աշխատում են $3000 ամսական աշխատավարձով 8 ամիս աշխատում են, հետ են գալիս։ Ճիշտ է, այնտեղ ծախսերն ավելի շատ են, մինչև 1.500 եվրո ծախսում են ապրելու եւ այլնի համար, բայց աշխարհ են տեսնում, կյանք են վայելում, 1.500 ուղարկում են տուն, ցիվիլ են, իրենց որևէ ոստիկան չի մոտենում, ասի, ինչ է մազերն ու բեղերը ծև, ինչ է խոժոր նայում, ինչ է շորթ հագել։ Նորմալ աշխարհի հետ շփված կյանքով են ապրում, սիրելի ժողովուրդ։ Այս խնդիրները լուծվող է, այս խնդիրների լուծման համար հիմնական հարցը, որը պիտի լուծեք դուք, ու դա միայն ձեզանից է կախված։ Ու ինձ անդադ ասում են, ամեն ինչ արեք, որ այդ բորենիներին, չգիտեմ ինչերին, հանկարծ իշխանություն չգա։ Ժողովուրդ ջան, ես նման բառապաշար չեմ օգտագործում։ Այդ մարդիկ են, թորներ ունեն, զավակներ ունեն, նույն ձև կահակադարձ են, բայց բորենի են, թե ինչ են, ոնց դուք եք ձևակերպում։ Դրանց տանող ու բերողը դուք եք։ Եթե դուք թվեք, քվե չտաք, իրենք ազգային ժողովում չեն հայտնվի։ Եթե դուք 2021-ին մեզ 3.3% քվե չտայիք, մեզ տայիք 5.3%, պատիվ ունեւի փոխարեն մենք կլնեինք ազգային ժողովում ու կունենայիք այլ վիճակ։ Հիմի նորից այդ վիճակն է։ Երեք նույն այդ իշխանական կասկածելի նախկին իշխանությունների հետ կապ ունեցող սոցիոլոգիական հարցումներ անող ընկերությունը հարցումներ էր արել, որի վրա հեգնելով էր Սամվել Կարապետյանն ասում է Արամ Սարգսյանի վարկանիշը 0.1% է։ Լսի ինքեր, քեզ անգամ Ռուսաստանից Վլադիմիր Պուտինն է գովազդում, Հայաստանի բոլոր կուսակցությունների հետ միասին վերցրած դրա չափ գումար ես ծախսել քու գովազդի վրա, բեմեր ես կառուցում, Ամերիկայից երկիչներ ես կանչում, պտուտակահան ենք առնում, միջից քու նկարն է դուրս գալի, քու վարկանիշը 8% է, այդքանից հետո, Արամ Սարգսյանինը 3, դու նույն կերպ անցողի շեմը չես հաղթահարում, ես դրանից հետևություն եմ անում, ես համարում եմ, ես վստահ եմ, որ մենք 4% հաղթահարել ենք, որտեղ 21 թվականից հետո մեր կուսակցության շարքերը համալրվել են 30%-ով, որտեղ 21 թվականից հետո մենք տեղական ինքնակառավարման ընտրությունների ենք մասնակցել, ցանկացած տեղերում թիմեր ունենք, ավականի ունենք, Երևան քաղաքում 11% ենք
հավաքել ու իշխանության հետ կոալիցիա ենք, բայց ես ընդունում եմ, որ մենք 3% ենք, նույնիսկ այդ սխալ արած հարցումներով, ու ձեր մոտ եկել եմ, ու արդեն 20 րոպե ելույթ եմ ունենում, որ այ շենքի լսող մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվել, հետևություն անեն, ասեն լավ գնանք Զավելիչին տանք, ես անգամ տեսնենք ինչ կլինի, գնացեք տվեք, ես ես ասում եմ, ու համոզված ասում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև մենք ազգային ժողով գնում ենք աշխատելու, գնում ենք այդ ազգային ժողովում չաշխատող, ոչինչ չանող, ամբողջ օրը իշխանապողությունից խոսող ընդդիմությանը փոխելու։ Եվ մի բան էլ ավելացնեմ ժողովուրդ ջան, որ գաղտնիք չլինի մեր մեջ։ Եթե ես ազգային ժողովում խնդիր առաջանա կոալիցիա կազմելու, որպեսզի թույլ չտրվի այդ ռուսահպատակ իշխանություններին Հայաստանի ոտքերից ձգած տանել Ռուսաստան, Բելարուս միություն ու կոալիցիա կազմելու խնդիր առաջանա, այնպես ինչպես Երևանում մենք այս անգամ էլ կոալիցիա կկազմենք գործող իշխանության հետ անկախ դրանից, որ բազմաթիվ հարցերում իրենց հետ համաձայնություն չունենք, միևնույն է թույլ չենք տա, որ այդ ռուսահպատակ ուժերը Հայաստանում իշխանություն վերցնեն։ Ու ասեմ ձեզ, կոալիցիաների մասին խոսում ենք միայն մեկ, մենք եղած 19 ուժերից տարբերվում ենք դրանով, մնացածները կոալիցիա բառից սասափում են, չընդունելով, որ խորհրդարանական համակարգում առանց կոալիցիաների աշխատելը անորակություն է, եվրոպական երկրներում որևէ ուժ 50+ չի հավաքում, 35, 15, 20 իրար միանում է կոալիցիա են կազմում, իսկ կոալիցիայի պարագայում օրենքները դառնում են ավելի կատարյալ, ավելի մաքուր։ Մնացած դեպքերում թիմը գիտի ինքը ինչ օրենք բերեն սեղմի, կանցնի, վախենալու բան չունի, չեն էլ նայում այդ օրենքներում ինչներ որակով ինչը բաց թողեցին բերում անցկացնում են։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր, եղած 19 քվեաթերթիկների միջից ընտրեք թիվ 11-ը եւ ես եւ իմ թիմը միանշանակ վստահեցնում ենք ձեզ, որ ամեն ինչ անելու եք ու դուք չեք զղջալու ձեր քվեարկության համար։ Շնորհակալություն ձեզ եւ լավ օր